Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, Երևանն ու Բաքուն առանձին ազդարարեցին այս մասին։ Ավելին, մեր կողմի համաձայնության մասին առաջինն իմացանք Բաքվից։ Ermənistan tərəfi həmin o iki Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ 17 կետանոց փաստաթղթի երկու չհամաձայնեցված հոդվածներից մեկը վերաբերում է միջազգային դատարաններում հայցերից փոխադարձ հրաժարվելուն։ Դա ինչ է տալի Հայաստանին, դա ոչ մի բան չի տալի Հայաստանին։ Նշել են, որ Հայաստանը պետք է քննարկի Ադրբեջանի իշխանությունները 30 տարվա օկուպացիայի ընթացքում, ինչպես իրենք են անվանում, Ադրբեջանի տնտեսությանը հասցրած վնասի մասին, այսինքն ֆինանսական փոխհատուցում պետք է տա։ Եվ հայտնի չէ, թե եթե Հայաստանը չհամաձայնվի այդ ֆինանսական փոխհատուցմանը, արդյոք Ադրբեջանը կդիմի միջազգային արբիտրաժային դատարաններ, թե չէ։ Մյուսը հայ-ադրբեջանական սահմանից երրորդ երկրների ուժերի դուրսբերումն է։ Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը երրորդ երկրների ուժեր չպետք է տեղակայեն սրանից բխող բոլոր հետևանքներով։ Եվրոպացի դիտորդների հեռանալը մեզ համար ոչ սառն է, ոչ տաք։ Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Դիտորդները չէ որ պահում են Հայաստանի սահմանները անձեռնմխելի։ Հայաստանի սահմանները անձեռնմխելի պահում են Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը, որը հայտարարել է, որ Հայաստանի սահմանների համար կարմիր գիծ են եւ ցանկացած ագրեսիա խստորեն կպատժվի, որի պատճառով Ադրբեջանը չի համարձակվում զենքյուժով բացել ուրեմն Զանգեզուրի այսպես կոչված միջանցքը կամ Վերսան Սյունիքի տարածքի այն հատվածները, որով ինքը կմիանա Նախիջևան։ Թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցերի շուրջ, առայժմ պարզ չէ։ Սակայն Արարատ Միրզոյանը վստահեցնում է, համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Առաջարկը հետևյալն է՝ նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից, ինչպես ողջ աշխարհը մենք եւս կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն բարձրացնել սահմանահատման գործընթացը ապահովելու բեռների ավելի սահուն ընթացքը։ Արմեն Բադալյանը եւս վստահ է միջանցք չի լինելու, ու դա ոչ թե իշխանությունների աշխատանքի արդյունքն է կամ դիտորդների ներկայությունը, այլև Իրանի ցանկությունը։ Ադրբեջանը գիտեն ուժով հարձակվի փորձի բացել միջանցքը, իսկ դա ինքը կարող անել 5 րոպեվա ընթացքում։ Իրանի զորքերը ուղղակի կմտնեն Սյունիքի մարզ ու կջարդեն ադրբեջանական զորքին։ Ու Սյունիքի մարզը կանցնի նաև Վայոց ձորն հետո կանցնի Իրանի Իսլամական Հանրապետության հսկողության տակ լինելով ՀՀ տարածք։ Այդ համար միջանցքը չի բացվում։ Ինչքան էլ Հայաստանի վարչապետը ասում որ գիրեք միջանցքը տալ, ինքը չի կարող միջանցքը տալ։ Իրան ուղղակի հասկացել է, որ ավելի շուտ Հայաստանի իշխանափոխություն կլինի, քան թե ինքը կարող է միջանցքը տալ։ Այդ իրանց հասկացել է, այդ իրանք հասկացել են։ Հայաստանում ավելի շուտ իշխանափոխություն կլինի, քան Հայաստանի իշխանությունը կկարողանան միջանցքը տալ։ Դրա համար միջանցք չի լինելու, քանի դեռ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր խոսքից հետ չի կանգնի։ Հենց այդ կանգնի Ադրբեջանը միանգամից ոչ միայն միջանցքը երկու մարզ կվերցնի։ Փաշինյանն ինչքան էլ փորձում է համոզել, որ համաձայնագրի տեքստի հետ կապված հարությունից ոչ մի գաղտնիք չունեն, հոդված առ հոդված, դրույթ հրապարակել են, մյուս 15 կետերի մասով հստակ տեղեկություն չկա։ Իրաց թվում է որ գախնի պայեցին էլի հասարակությունից որ դա հասարակությունը իմացավ, հեսա մի հատ փողոց դուրս կգա, նես մի հատ ցույցեր կան իրաց կտապալի ամեն ինչ կգա, դες բան չկա։ Ոքի դա մասին կամ ինչ որ մի արտահոսք տեղի կունենա, ինչ որ մի ձևի, այդպես կիմանան կամ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչներից ուրեմն կիմանան, պետական գործիչներից կիմանան։ Ի տարբերություն Երևանի, Բաքուն համաձայնագրի ստորագրման հարցում չի շտապում։ Ավելին, պահանջներն են ավելանում։ Հայաստանի սահմանադրության փոփոխություն ու Միսկի խմբի լուծարում։ Ալինա Սիմոնյան, Վազգեն Հովհաննիսյան, Օրվա լուրեր։